Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ։ Նա հինգշաբթի օրը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը, որում հույս է հայտնել, որ նրանք կհամաձայնվեն բանակցություններին։ Ես ասացի, հուսով եմ, որ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար, ասել է նախագահ Թրամփը։ Սաուդյան Արաբիան ողջունել է Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի Էր-Ռիադում հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը։ Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Սաուդյան Արաբիան կշարունակի անել հնարավորն ուկրաինական ճգնաժամին վերջ տալու համար։ Bir an önce ateşkes sağlanması Թուրքիայի նախագահն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը կրկին ընդգծելով ամուր դիվանագիտական հիմքի կարևորությունը, որտեղ երկու կողմերն էլ բանակցությունների սեղանի շուրջ կլինեն։ Պատերազմում Թուրքիան աջակցում է անհապաղ հրադադարին եւ օդում եւ ծովում հարձակումների դադարեցման գաղափարին, ասել է Էրդողանը։ Գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Ուկրաինայի էներգետիկ եւ գազային ենթակառուցվածքների վրա, հայտնել է երկրի էներգետիկայի նախարարը, տեղեկացնելով, որ միջոցներ են ձեռնարկվում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։ Հարյուրից ավելի զոհեր, տասնյակ վիրավորներ ու գերեվարվածներ կան Սիրիայում կառավարական անվտանգության ուժերի եւ տապալված առաջնորդ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի հետ առնչություն ունեցող զինյալների միջև արյունալի բախումների հետևանքով։ Հաղորդվում է, որ սա ամենամահաբեր հարձակումն էր Սիրիայի նոր իշխանությունների վրա Ասադի ռեժիմի տապալումից հետո։ Փարիզի հյուսիսային երկաթուղային կայարանում երթևեկությունն այսօր դադարեցվել է կայարան տանող երկաթգծի վրա երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած ռումբ է հայտնաբերվել։ Երկրի տրանսպորտի նախարարը կոչ է արել խուսափել կայարան գնալուց եւ հետաձգել ուղևորությունները։ Ave Maria, piena di grazia։ Հիվանդանոցում արդեն երրորդ շաբաթը բուժում ստացող Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ կարճ աուդիոուղերձ է հղել հավատացյալներին, շնորհակալություն հայտնելով նրանց իր առողջության համար կատարած աղոթքների համար։ Հռոմի Պապի ուղերձը ձայնագրվել է իսպաներենով, այն հնչել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։